Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ամենայն հայոց կաթողիկոս Կարեկին II քաղաքալության 26-րդ ամյակը։ Մեր 132 կաթողիկոսներից միայն 12 քաղաքալ են, որ 25 տարի եւ ավել քաղաքալել են։ Նրանք հիմնականում եղել են արդյունաշատ կաթողիկոսներ, ինչպես Սահակ Բարթև, Գրիգոր Վգայասեր, Հակոբ Շուղայեցի եւ մեզ ավելի մոտիկ Վասկեն Արաչին Բալյան։ Նույնպես եւ Կարեկին II կաթողիկոսի կորձունեության մի թրուցիկ ակնարկեցենք, դեսնելու ենք այն մեծածավալ աշխատանքը, որ կատարվել է անցնող այս տարիների ընթացքում։ Այդ իրաքորդումները վկայում են վեհապարի անսահման աշխատասիրության եւ անմնացորդ նվիրումին Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Այս շրջանին էր, որ Հայրաբեդի զրակորված հետաբնտումով վանքի դարածքը քարաբատկվեցավ եւ այս դարածքին վեր փարսացան եւ խոյացան Սուրբ Դրթատ Պաց խորանը, Սրբոց Ռեստագաբեդաց եկեղեցին, Սուրբ Վարդան եւ Սուրբ Հովհաննես Մկրտարանը, վեհապարի Սուրբ Հայրաբեդաց մադուրը։ Գրթական հաստատություններեն Վաչե եւ Թամար Մանուկյան Մատենաթարանը, Կարեկին առաջին գրթական կենտրոնը, Օրնեկյան հանրագրթարան դպրոցը, Թիվանադունը, միապանական շենքը, Վեհարանի նոր մասնաշենքով, կաթողիկոսական թամփարանը։ Հիմնովին վերանորոգված են Վասկենյան վեհարանը, Մանուկյան քանցադունը, Խրիմյան թանգարանը, Ռուփեն Սևագի թանգարանը, Սինոդի շենքը, Ղազարաբադը, Սարգսակների գացարանը, Երեմյան խցերի շենքը, Վանադունը, Քևորքյան ջեմարանը, իսկ վանքից դուրս կարելի է նշել Վասկենյան թմրանոցի մասնաշենքը, Հարիջի վանքում կորձող Թփանջյան ավագ դպրոցը եւ այլն։ Այս 26 տարիների ընթացքում Մայրավանքից դուրս նշենք միայն, որ շուրջ 300 մադուր եկեղեցի նոր կամ վերանորոգված են եւ 25 վանք անցած են Մայրաթորի դնորենության ներքո։ Եվ վեհապար Հայրաբեդի օրհնությամբ ավելի քան 500 ջերմանավարտ քահանայրեր անցել են ծառայության սույն եւ սվիրքի զանազան համայնքներում։ Այս բոլորի գլուխգործոց իհարկե իհիմանե Մայր Դաջարի նորոգությունն է, թեև այն շատ ժամանակ խլեց եւ իքին մեծ նյութական զոհության, սակայն այդ գլուխ բերվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի խիստ օրենքների հետևողությամբ եւ վեհապար Հայրաբեդի վերահսկողության ներքո։ Ամբողջովին վերանորոգված Դաջարը կարող է թիմակրավել բնության դարերքը եւ ծառայել հայ ժողովրդին քալիք հարյուրամյակներին։ Ամրացված եւ վայելչակեղ զարդանգարներով նորոգված բادرից լույս է ջարակայթում, դրամատրելով հավատացյալին աղոթքի, լույսի եւ հոգու խաղաղության։ Վեհապար Հայրաբեդը իր նոր ծրագրերը առաջ տանելու համար ստեղծել է հանձնախմբեր, ինչպես աստվածաբանական, դիսական, կանոնադրական, բարգեւների պաշտպան, ղարքաբաղական հարցերի, գրթական, իրավախորհրդատվական։ Մեր ժողովրդի գարիկներին հասնելու համար հաստատվել են նոր գրասենյակներ կամ բաժիններ, որոնցով եկեղեցին հոգևոր եւ նյութական օժանդակություն է բերում մեր ժողովրդի բոլոր խավերին, մանուկին, երիտասարդին, ընտանիքին, հիվանդին, փանդարյալին, զինվորին, քաղաքականին։ Սրանք ղեկավարվում են երիտասարդ պատրաստված եկեղեցականներով, լինեն նրանք սարգսակ, քահանա, վարդապետ թե եպիսկոպոս։ Եվ այս բոլորը վեհապար Հայրաբեդի հոգատության եւ վերահսկողության ներքո։ Իհարկե մտահոգիչ է վերջին շրջանին եկեղեցի եւ կառավարության միջև եղած տարակարծությունները։ Հայաստանի այս առաքելական եկեղեցին միշտ զորավիք է եղել իր ժողովրդի միասնության, անկախության եւ պետականությանը։ Իր ողջ ունեցած հնարավորություններ, ինչպես այս անցյալին, այսօր էլ զոհել է հայրենիքի համար։ Սակայն 3 եպիսկոպոսների փանդարգությունը, հովանավանքի բռնի գրավումը,
Քաչալերումը գարկալույց մի եկեղեցականի անօրինական արարողություն կատարումը սրանք քայլեր են, որոնք ավելի սրում են իրավիճակը։ Դգարացնել Սուրբ Էջմիածինը նշանակում է դգարացնել հայրենիքը։ Եկեղեցին միշտ հարգել է երկրի օրենքները եւ պատրաստ է ընդունելու իրավական որոշումներ, որոնք արդար եւ օրինական են։ Իհարկե, եկեղեցին ունի ներքին հարցեր, բայց դրանք այս ձևով չեն լուծվի։ Մեր աղոթքը եւ մաղթանքն է, որ պետական այրերը ողջախոհությամբ եւ իմաստությամբ լուծումը գտնեն այս հարցին։ Հանուն ընդհանուր շահերի երկու կողմեր հասնեն մի թրական եզրակացության, ինչ որ օգտակար կլինի եւ Էջմիածնին եւ պետականության։ Ժամանակն է բարակդող եւ երկրորդական բաներ մի կողմ տնել։ Պետությունն զբաղվի իր հարցերով, եկեղեցին իր հոգեվոր խնդիրներով, մեկը մյուսին լրացնելով, զորացնելով։ Ի խորոց սրտի այս աղոթքն է մեր միապան եկեղեցականների եւ հավատացյալ ժողովրդին։ Ճիշտ է բնութագրված, որ ամենայն հայոց հայրապետը անց չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացուն, եւ մենք բոլորս միացած խոնարհվում ենք այդ երևույթին առջև։ Վեհապար դեր շնորհավորով ցերդ սրբության քաղաքալության 26-րդ-ամյակը հանուն հոգևոր տասի եւ մեր հավատացյալ ժողովրդին ցեզ մաղթում ենք առողջություն, համբերություն, աղոթում, որ ցեր գրած խաչը քաչությամբ գրեք մինչև վերջ եւ անվհատ կերպով շարունակեք ցեր եկեղեցաշեն, աստվածուտ եւ հայրենաշեն առաքելությունը։ Անունհոր եւ Որդու եւ Ոգուն Սրբո ամեն։ Մայրիմ եւ եղբայրքիմ սոքայեն, որ սպանն Աստուծո լսեն եւ առնեն։ Մայրս եւ եղբայրս սրանք են, որ լսում են Աստծո խոսքը եւ առնում են կամ գադարում են այն։ Հիսուս հաջող քարոզություններ էր ունենում եւ այդ քարոզությունների մեկի ժամանակ բավականին ամփոխ էր հավաքվել, իրեն լուր գդրվի թե իր մայրը եւ եղբայրները եկել են, բայց չեն կարողանում տեսնել զինք։ Եվ Հիսուս դառնում եւ ասում է. Իմ մայրը սրանք են, որոնք լսում են իմ խոսքը եւ գադարում այն։ Հիսուս իհարկե միշտ հարկանք ունեցել է իր ընտանիքի նկատմամբ եւ մանավանդ իր մոր նկատմամբ։ Գանայի հարսանիքը մի գեղեցիկ օրինակ է, երբ մայրն է խնդրողը, հակառակ որ Հիսուս չէր ուզում այդ գործը անել, բայց կատարեց իր մոր խնդրածը չմերժելու համար։ Եվ դակավին Հիսուս նոր օրինակ տվեց, թե ինչ կնշանակե մայր եւ զավակ լինելը եւ խաչի վրա Հովհաննես Ավետարանիչը, որ ամենաերդասարտն էր, հանձնեց իր մորը, ասավ գին ահա քո զավակը եւ իր աշակերտին ասեց ահա քո մայրը։ Հետևաբար մայր որդի հարաբերությունները ուրեմն ոչ միայն կարող են լինել ֆիզիկական, այլ նաև կարող են լինել հոգևոր իմաստով։ Լսել եւ առնել կամ գադարել։ Շատ մարդիկ լսեցին Հիսուսի քարոզները, քարոզությունը։ Քանիսը այդ լսածից ինչ ենթարկություններ կամ եզրակացությունների հասան եւ ինչ արեցին իրենց լսելով։ Լսելը սովորական մի մարդկային կարողություն է, որով մենք թուրսի ցայներն ենք լսում եւ երբեմն այդ ցայները իմաստավոր են, խոսքեր են լինում, բայց այդ խոսքերը միայն անցնում են մեր ականջների միջոցով եւ եթե մոռանում ենք դրանք արժեքավոր բաներ չեն այդ բարակային։ Եվ Հիսուսի հետևողներից շատեր լսեցին, բայց չհետևեցին նրան։ Շատեր նույնիսկ զարմացան Հիսուսի խոսքերը լսելով։ Զարմանալը այդ առաջին հանգրվանն է, եւ որ սովորականեն վեր մի բանի ես հանդիպում եւ այս բարակային լսում։ Եվ փոխանակ իրենք Հիսուսի խոսքը ճշգրիտ հասկանալու,
սկսեցին պատճառներ քննել, որպեսզի մերժեն այն։ Ինչպես կարող է Գալիլեյան մարգարե ծնվել։ Կամ սրա ծնողները, մենք գիտենք սրա եղբայրները, հայրը, մայրը մեր մեջ են ապրում, հետևաբար ճանչնալով նրանցից մարգարե չի կարող պատահել։ Սակայն եղան քիչեր, որոնք լսեցին Աստծո ձայնը եւ հետևեցին դրան։ Օրինակ 5 դագարանի մեջ մենք տեսնում ենք Նոյը, բարձ հավատացյալ անձնավորություն, որ երկիրը խաղաղ է, հանգիստ է եւ ելումը սկսում է նավ շինել։ Կառուցում է, որովհետեւ Աստված իրեն ասել է, որ պատրաստի այդ նավը։ Ամեն մարդ վրան է խնդում, ամեն մարդ ցեր է առնում նրան, ասում է այստեղ ոչ ծով գա, ոչ ջուր գա, դու ինչ ես նավ պատրաստում։ Բայց որովհետեւ նա հավատում է Աստծո խոսքին, նա կառուցում է այդ նավը, որ փրկության միջոցն է լինում մարդկությանի վերջո։ Եվ բոլորը, որ նրանք խնդում էին, կամ ցեր էին առնում, նրանք կործանվում են բնականաբար։ Եվ դակավին կարելի է հիշել Աբրահամը, երբ ցայն է լսում Աստուծո, որ իր զավակը զոհաբերի Աստուծո։ Սա սովորականից շատ վեր մի հրահանգ է եւ դժվար ըմբռնելի եւ նույնիսկ մերժելի։ Սակայն Աբրահամը իր խոր հավատքով առասված, որ Աստված ինչ որ մի բան գիտի, որ ինձ ասում է։ Նա գիտի ինձ ինչ է պետք եւ դրա համար նա դալիս է ինձ այդ հրահանգը։ Հետևաբար պատրաստում է, որ իր զավակը զոհի, սակայն Աստված փորձելով տեսնում է նրա հավատարմությունը եւ խնայում է նրան զավակը։ Եվ այսպես շարունակ, բայց սրա գողին նաեւ կան հակառակ եղելություններ, երբ նույնիսկ Աստծո մարգարեն լսելով Աստծո ձայնը փոխանակ գնալու թևի Փափելոն նավակ առնում եւ հակառակ ուղղությամբ է գնում։ Ով պիտի գնա Փափելոն եւ այնտեղ այդ հեթանոս ժողովրդին քարոզի Աստծո խոսքը։ Եվ ահա փոթորիկը ելնելով ինք գործանվում է եւ յետը քալով գուլ է դալիս Հովնան մարգարեին։ Եվ Հովնան մարգարե ապաշխարելով գնում է կատարելու Աստծո խոսքը եւ հաջողությամբ է կատարում։ Նոր գդագարանում մենք տեսնում ենք, օրինակ Զաքարիա քահանան, երբ որ լսում է հրեշտակի խոսքը իր որդու ծնելու մասին, չի հավատում։ Քահանա է, Աստծո դաջարին ծառայող անձնավորություն է եւ Աստված նրան պատժում է, գագազ դարձնելով նրան։ Մինչդեռ Աստվածամայրը երբ լսում է Աստծո ցայնը, հրեշտակի ցայնը, իր միածին որդու մասին, ասում է թող դիրոջ կամքը լինի։ Հետևաբար սիրելիներ, այսօրվա պատկամը այն է, որ եթե մենք լսում ենք Աստծո խոսքը, աստվածային խոսքը, ինչ ենք անում այդ մեր լսածով, ինչպես ենք ծառայեցնում այն, ինչպես ենք արժեքավորում այն, որովհետև առանց այդ խոսքը կորձի վերածելու, առանց այդ կորձը ապրելու, մեր լսելը անիմաստ է բոլորովին։ Եթե մեր քրիստոնեությունը, մեր հայ քրիստոնեությունը մեզ ավելի ազնիվ, գեղեցիկ, լավ մարդ պիտի չդարձնի, այն ադեմ մեր հավատքը ցախողած է նշանակում է։ Ժամանակին մենք մեղադրում էինք, երբ որ դարբեր լուծերի տակ էինք, դարբեր սիստեմների տակ էինք, որ մեզ չի թույլատրվում մեր ուզած ցևով ապրել եւ ճաշտել մեր հավատքը։ Այս անցնող շուրջ 30 տարիներին մենք ազատ էինք մեր հավատքի տեսակետից։ Եվ ինչ արեցինք։ Այսօրվա հայ ժողովուրդը ավելի հայրենասեր է, ավելի բարի է։ Ամենտեղ ամենափոքր բանից մեկը մյուսին թանագով, զենքով սպանելու պատրաստ է։ Կարծես թե թշնամին է դիմացինը։ Մեզի մեր քրիստոնեական հավատքը սովորեցնում է ներել նույնիսկ թշնամին, էլ ուր մնաց որ մեր հարազատին։ Ամեն մի հարազատի մեջ, ամեն մեկ դիմացինի մեջ, դիմացի հայի մեջ, մենք պետք է տեսնենք մեր եղբայրը, մեր քույրը, մեր հայրը, մեր մայրը, մեր հարազատը, եւ այնը հարաբերվենք նրա հետ։
միշտ հագարակն է լինում։ Նշանակում է մեր եկեղեցին, այսինքն մեր ժողովուրդը չի լսում ավետարանի խոսքը, չի ապրում այդ խոսքը։ Իմ մաղթանքս է, որ մեր ժողովուրդը լսի Աստծո խոսքը։ Իմ մաղթանքս է, որ ոչ միայն լսի, ըմբռնի, հասկանա, յուրացնի այդ խոսքը այնքան, որ նաև կարողանա ապրել այդ խոսքը։ Եվ միայն այդ ժամանակ է, որ մեր եկեղեցին, որպես համախմբում, որպես ժողովուրդ, մենք կարող ենք հբարդանալ մեր անցյալով։ Մենք ամեն բարակային ասում ենք 1700 տարվա եւ ավելի եկեղեցի ենք։ Իմ առաջին հարցումս լինում է թիմացինին, քեզ ինչ, դու ինչ ես արել արժանի լինելու համար այդ ավանդության, դու ապրում ես այդ ավանդությունը, դու հետևում ես մեր հայրերի նախանցախնդրությանը, դու բաշխում ես այն Աստուծուն, որ քո հայրերն են բաշխել, նախահայրերն են բաշխել։ Եթե դու այդ չես անում, այնուհետև դու իրավունք չունես Հայաստանի այս առաքելական եկեղեցու մասին նույնիսկ խոսելու, ուր մնաց դրա մասին արտահայտվելու։ Այնպես որ սիրելիներ, ձեր հավատքը ձերը դարձրեք, ուրույն երբով Հայաստանի այս առաքելական եկեղեցու օրենքներին հետևելով եւ միշտ եթե սուրբ գրքին նայեք եւ ապրեք այն, հավատացեք, որ ձեր հոգու խորքում պիտի սկաք, որ դուք ավելի բարի մարդ եք, ավելի լավ մարդ եք, ուրիշներին հասնողեք, այդ ուրիշը կարող է փանդում լինել, հիվանդանոցում լինել, գարիքի պետքություն ունենա, Աստուծո ցերքերն եք դուք, Աստված ձեր միջոցով որ պիտի ծառայի ժողովրդին, իսկ եթե դուք այդ գործերը չեք անում, նշանակում է Աստված չի գործում մեր աշխարհում այլևս, եւ մենք գնալով խավարի մեջ գործանվում ենք։ Այնպես որ եղեք Աստուծո ականջները, եղեք Աստուծո ցերքերը, որովհետեւ լսելով այդ Աստծո խոսքը գադարեք նաև նրա գործը, այժմ եւ միշտ եւ ավիդյանս հավիդենից ամեն։